Ողջույն բոլորին, US Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ։ Այս թողարկման համար մեկն է թեման։ Գիտեք, սարսափելի միջադեպ է գրանցվել մայրաքաղաքում խաղաղ պայմաններում կրակ է բացվել զինվորների ուղղությամբ եւ այն էլ ոչ թե սահմանին, այլ Սպիտակ տան հարևանությամբ։ Նախքան այս թողարկումը եթերում պետք է հայտնվեր զինծառայողների մասին տեղեկատվությունը մեր այն էր, որ ողջ են։ Հուսամ, որ եւ ձեր դիտելու պահին եւ հետագայում դուք կլսեք նրանց առողջական վիճակի մասին միայն դրական։ Սկսենք եւ այսպես Վաշինգտոնում Սպիտակ տան անմիջական հարևանությամբ տեղի ունեցած զինված հարձակումը համազգային ուշադրության կենտրոնում է։ Արևմտյան Վիրջինիայի ազգային գվարդիայի 2 զինծառայողներ ուղիղ կրակի տակ են հայտնվել ծառայության ընթացքում։ Մայրաքաղաքի կենտրոնում հսկողություն իրականացնելիս դեպքը տեղի ունեցել Մարդաշատ հատվածում մետրոյի կայարանի մերձակայքում 17-րդ եւ Այս Սթրիթ խաչմերուկներում։ Ընդամենը մի քանի թաղամաս հյուսիս Սպիտակ տանից։ FBI տնօրեն Քաշպատելի խոսքով զինծառայողները գտնվում են ծայրահեղ ծանր կրիտիկական վիճակում։ Նրանք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ եւ նրանց կյանքին առկա է լուրջ վտանգ։ Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Փատրիկ Մորիսը սկզբում հայտարարել էր, թե զինծառայողները մահացել են, սակայն ավելի ուշ հրաժարվել է այդ հայտարարությունից, ընդգծելով, որ իրենց հասել են հակասական տեղեկություններ։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ կասկածյալը բերման է ենթարկվել։ Նա ստացել է հրազենային 4 վնասվածք, տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ գտնվում է ոստիկանության հսկողության տակ։ Կասկածյալը նույնականացվել է որպես Ռահմանուլլա Լականվալ, Աֆղանստանի քաղաքացի, որը Միացյալ Նահանգներ է մուտք գործել 2021 թվականին։ Իրավապահների տվյալներով նա գործել է միայնակ եւ երկրորդ կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Հարձակման շարժառիթը դեռևս անհայտ է։ Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչ Ջեֆ Քերոլը հայտնել է, որ հարձակումը եղել է դարանային։ Նրա խոսքով կասկածյալը դուրս է եկել անկյունից, բարձրացրել զենքը ու կրակել 2 զինծառայողների վրա առանց նախնական շփման կամ պարզաբանումների։ Հարձակումը տեղի ունեցել ընդամենը վայրկյանների ընթացքում, ինչից հետո ազգային գվարդիայի այլ ծառայողներ եւ ոստիկանությունը վնասազերծել ու բերմանային ենթարկել նրան։ Իրավապահների տեղեկություններով դեպքի վայրում արձակվել է 10-ից 15 կրակոց։ Վիրավոր զինծառայողներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ուղղաթիռով։ FBI-ը, Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը, ալկոհոլի, ծխախոտի, զենքի եւ պայթուցիկ նյութերի բյուրոն, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների մարշալների ծառայությունը ներգրաված են քննության մեջ։ Քաշպատելը հայտարարել է, որ գործը դիտարկվում է որպես ազգային անվտանգության հարց եւ կհասցվի դաշնային մեղադրանքի։ Քննությունն այժմ գտնվում է նախնական փուլում եւ իրավապահներն ուսումնասիրում են կասկածյալի հնարավոր կապերն ու նախապատմությունը։ Մինչեւ այս որևէ շարժառիթ չի հայտարարվել։ Դեպքը արագ արձագանք է առաջ բերել պետական եւ դաշնային մակարդակներում։ Կոնգրեսի 2 պալատների ղեկավարներն ու բազմաթիվ օրենսդիրներ հանդես են եկել հայտարարություններով դատապարտելով հարձակումը եւ ցավակցելով զինծառայողների ընտանիքներին։ Դաշնային գլխավոր դատախազ Բրայան Շուալբը հայտարարել է. Բռնությունը երբեք լուծում չէ եւ պետք է մերժվի բոլորի կողմից։ Ֆորդ Քեմբելում ելույթ ունենալով փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ընդգծել է, որ այս դեպքը հիշեցնում է զինվորական ծառայությունը մշտական վտանգի տակ է։ Մեր զինվորները Ամերիկայի սուրն ու վահանն են, ասել է նա։ Դեպքի ժամեր անց Պաշտպանության նախարար Փեթ Հեքսեթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Վաշինգտոն ուղարկել ազգային գվարդիայի եւս 500 զինծառայող մայրաքաղաքի անվտանգությունը ապահովելու նպատակով։ Զորքերի տեղակայման օրինականության շուրջ ընթացող դատական գործը այդուհանդերձ շարունակվում է։ Ազգային գվարդիան Վաշինգտոնում տեղակայված է դեռևս օգոստոսից անձնավորության դեմ պայքարի ծրագրի շրջանակում եւ ներկայումս տեղակայումը նախատեսված է մինչեւ 2026 թվականի փետրվարը։ Նախագահ Դոնալդ Թրամփը, որը գտնվում էր Ֆլորիդայում գոհաբանության օրվա կապակցությամբ սոցիալական ցանցում գրել է, որ այն գազանը, որը կրակել է զինծառայողների վրա, շատ ծանր գին է վճարելու։ Աստված պահապան մեր մեծ ազգային գվարդիային, ինչպես նաև մեր բանակին եւ իրավապահ մարմիններին, նրանք իսկապես հիանալի մարդիկ են, գրել է Թրամփը True Social-ում։ Ես որպես Միացյալ Նահանգների նախագահ եւ նախագահի ինստիտուտին կապված բոլոր անձինք ձեր կողքին ենք։ Դեպքից հետո ժամերի ընթացքում իրավապահ կառույցների ղեկավարները տեղում էին։ Դեպքի նախնական վարկածին են անդրադարձել FBI տնօրենը, քաղաքապետը, ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչը։ Ձեզ եմ ներկայացնում նրանց հայտարարությունները ամբողջությամբ։ Good afternoon, everybody. Բարի օր բոլորին, իմ անունը Քաշփատել է եւ ես Միացյալ Նահանգների FBI տնօրենն եմ։ Մենք այստեղ ենք որպեսզի ներկայացնենք այսօր տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մանրամասները։ Մոտավորապես տեղական ժամանակով ժամը 2:15-ին Վաշինգտոն քաղաքում 2 քաջարի ծառայողներ ազգային գվարդիայից եւ պատերազմի նախարարությունից ենթարկվել են սարսափելի հարձակման։ Նրանց վրա կրակել են։ Նրանք այժմ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես կարող եք տեսնել իմ հետևում, մենք միավորվել ենք դաշնային, նահանգային եւ տեղական իրավապահ ամբողջ համակարգով, որպեսզի կիրառենք մեր
բոլոր ռեսուրսները եւ ապահովենք, որ պատասխանատուները գտնվեն։ Եվ առանց որևէ կասկածի նրանք կենթարկվեն արդարադատության։ Քանի որ սա հարձակում է դաշնային իրավապահ մարմնի աշխատակցի վրա, այն կքննվի դաշնային մակարդակում որպես հարձակում դաշնային իրավապահ պաշտոնյայի նկատմամբ։ FBI-ը կհամակարգի այս գործընթացը մեր գործընկեր կառույցների հետ։ Դրանք են ներքին անվտանգության դեպարտամենտը, գաղտնի ծառայությունը, ալկոհոլի ծխախոտի հրազենի եւ պայթուցիկ նյութերի բյուրոն, DEA-ը եւ մենք շնորհակալ ենք քաղաքապետին այս հարցում աջակցության համար։ Ոստիկանության վարչության փորձը սպանությունների եւ զինված հարձակումների հետազոտման գործում բացառիկ է։ Մենք աշխատելու ենք համագործակցությամբ, քանի որ սա ազգային անվտանգության հարց է, սա ազգային արժանապատվության հարց է։ Նախագահ Թրամփը տեղեկացվել է, մենք կապի մեջ ենք Սպիտակ տան հետ։ Մենք չենք խնայելու ոչ մի ռեսուրս, որպեսզի պաշտպանենք մեր երկրի մայրաքաղաքը Վաշինգտոնը եւ գտնենք ու պատասխանատվության ենթարկենք այս սարսափելի հանցագործության հեղինակներին։ Եվ վերջում ցանկանում եմ դիմել ամերիկյան ժողովրդին եւ ամբողջ աշխարհին։ Խնդրում եմ աղոթեք այդ քաջարի զինվորների համար, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, եւ նրանց ընտանիքների համար։ Նրանք այստեղ են ծառայելու մեր երկրին, պաշտպանելու ամերիկացիներին եւ մեր քաղաքացիներին ամբողջ աշխարհում, մեր մայրաքաղաքում։ Նրանք այս օրվա հերոսներն են, եւ մենք պետք է հիշենք նրանց այսօր եւ ամեն օր, ինչպես նաեւ նրանց ընտանիքների կատարած զոհողությունը։ Այժմ ես խոսքը կփոխանցեմ ոստիկանության վարչության ղեկավար Քերոլին։ Շնորհակալություն, իմ անունը Ջեֆ Քերոլը, ես Վաշինգտոնի քաղաքային ոստիկանության վարչության գործադիր ղեկավարն եմ։ Այսօր մոտավորապես ժամը 2:15-ին դիստրիկտի ազգային գվարդիայի ներկայացուցիչներն իրականացնում էին պարեկություն 17-րդ փողոցի եւ Այ փողոցի քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածում, երբ կասկածյալը դուրս եկավ անկյունից, բարձրացրեց ձեռքը հրազենով եւ կրակվածեց ազգային գվարդիայի զինծառայողների ուղղությամբ։ Տարածքում կային նաեւ այլ գվարդիականներ, որոնք որոշ դիմադրությունից հետո կարողացել են չեզոքացնել այդ անձին եւ վերցնել նրան կալանքի տակ։ Մի քանի վայրկյան անց տարածքում գտնվող իրավապահները նույնպես միացել են օգնելով նրան լիովին չեզոքացնել, կալանելով։ Այս պահին, ինչպես նշեց տնօրենը, ազգային գվարդիայի վիրավոր անդամները բուժօգնություն են ստանում տեղական հիվանդանոցում։ Վաշինգտոնի հրշեջ ծառայությունը եւ շտապ օգնությունը ժամանել են դեպքի վայր առաջին բուժօգնությունը ցուցաբերելու եւ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու համար։ Կասկածյալի եւս տեղափոխվել է հիվանդանոց բուժման նպատակով։ Տիկին քաղաքապետ, շնորհակալություն, ես Մյուրել Բաուզերն եմ, Վաշինգտոն քաղաքի քաղաքապետը։ Եվ ես նույնպես ցանկանում եմ հղել իմ մտքերն ու աղոթքները վիրավոր գվարդիականների ընտանիքներին եւ նրանց, ովքեր այժմ գտնվում են ծանր վիճակում տեղական հիվանդանոցում։ Այս պահին ինձ հետ են դիստրիկտի ազգային գվարդիայի ղեկավարությունը, Արևմտյան Վիրջինիայի ազգային գվարդիայի ներկայացուցիչները, ԱՄՆ գաղտնի ծառայությունը, փոխքաղաքապետ Պիան, հրշեջ ծառայության ղեկավար Դոնլին, ինչպես նաեւ քաղաքի գլխավոր մենեջեր Ռենդի Քլարկը։ Մենք միանալով FBI տնօրենին ապահովելու ենք, որ ոստիկանության վարչությունը լիարժեքորեն հետաքննի այս դեպքը, իսկ ԱՄՆ դատախազությունը իրականացնի քրեական հետապնդում օրենքի առավելագույն սահմաններում։ Ես հնարավորություն եմ ունեցել զեկուցելու ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Փեն Բոնդիին, որը խոսում էր նախագահի հետ, երբ ես զանգահարեցի, ինչպես նաև ԱՄՆ դատախազ Փիրոին, որը մեզ վստահեցրեց, որ այս գործը լինելու է իր գրասենյակի լիակատար ուշադրության կենտրոնում։ Քաղաքապետ, կար որևէ այլ կասկածյալ։ Այս պահին չկա որևէ նշան կամ տեղեկություն այն մասին, որ առկա է երկրորդ կասկածյալ։ Այս միջադեպում ներգրաված միակ կասկածյալը վիրավորվել է փոխհրաձգության ընթացքում ու տեղափոխվել հիվանդանոց բժշկական օգնության համար։ Մեր տեղեկությունով սա եղել է նպատակային հրաձգություն։ Մեկ անձ, որ ըստ երևույթին հատուկ թիրախավորել է այս գվարդիականներին, եւ այդ անձը արդեն վերցվել է կալանքի տակ։ Կարող եք ավելի մանրամասն տեղեկություն տալ երկու ազգային գվարդիականների առողջական վիճակի մասին եւ արագ հարց FBI տնօրենի համար։ Դուք ասացիք, որ ապահովելու եք, որ պատասխանատուներին գտնեն ճշտելու համար։ Այն անձը, որը համարվում է պատասխանատու կալանքի տակ է, կան այլ կասկածյալներ նրա հետ։ Երկու վիրավոր գվարդիականներ այս պահին գտնվում են տեղական հիվանդանոցում ծանր կրիտիկական վիճակում։ Ինչ վերաբերում է կասկածյալներին, այս պահին այլ կասկածյալներ չունենք։ Մենք ուսումնասիրել ենք տարածքի տեսագրությունները եւ ինչպես արդեն նշել եմ, ամեն ինչ ցույց է տալիս, որ սա եղել է միայնակ զինված անձ, որը բարձրացրել է հրազենը ու կրակել ազգային գվարդիայի զինծառայողների վրա։ Նա շատ արագ վնասազերծվել է, կալանքի տակ է վերցվել մյուս գվարդիականների եւ իրավապահների կողմից։ Այժմ բնականաբար հետաքննությունը շատ նախնական փուլում է։ Այստեղ ներգրաված են տարբեր դաշնային եւ տեղական կառույցների բազմաթիվ քննիչներ։ FBI-ի եւ մեր դաշնային գործընկերները ներգրաված են ամբողջ հնարավորությամբ։ Մենք ուսումնասիրում ենք մեղադրանքի բոլոր կողմերը, սակայն այս պահին որևէ մոտիվ չունենք։
Պարոն Քերոլ, վիրավորված ազգային գվարդիականները զինված էին, կրակել են արդյոք պատասխան կրակով։ Այդ հարցը դեռևս գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Կարող եք բացատրել, թե ինչպես է բռնվել կասկածյալը։ Ինչպես արդեն նշեցին, կասկածյալը դուրս է եկել անկյունից ու անմիջապես սկսել է կրակ բացել երկու գվարդիականների ուղղությամբ։ Այդ պահին տարածքում կային նաև այլ գվարդիականներ, որոնք լսել են հրազենի ձայնը, արագ մոտեցել, կարողացել են միջամտել ու պահել կասկածյալին հատակին այն բանից հետո, երբ նա արդեն վիրավոր էր։ Նրանք նրան պահել են մինչև ոստիկանների ժամանումը, բառացիորեն մի քանի վայրկյանների ընթացքում, եւ կասկածյալը վիրավորվել է ազգային գվարդիայի զինծառայողի կրակոցից։ Այս պահին դեռևս ուսումնասիրվում է, թե կոնկրետ ով է կրակել եւ վնասազերծել այդ անձին։ Դա այս պահին հստակ չէ։ Մենք նաեւ դեռևս չենք կարող հաստատել, թե ինչ տեսակի զենք է օգտագործվել։ Տեղում եղել է Վաշինգտոնի ոստիկանության ստորաբաժանումները, դեպքը տեղի ունեցել հենց մետրոյի մուտքի մոտ, թե ոչ մի նշան չկա, որ կասկածյալը մետրոյով է ժամանել։ Այս պահին այդ ամենը գտնվում է հետաքննության փուլում։ Կարող եք արդյոք ասել, կասկածյալը խոսել է, հարցաքննվել է, կա որևէ շփում նրա հետ։ Ինչպես արդեն նշեցի, մենք շատ նախնական փուլում ենք։ Ուսումնասիրում ենք այդ անձի ինքնությունը, նրա կապերը եւ բոլոր հնարավոր ուղղությունները։ Այս պահին նա դեռևս գտնվում է հիվանդանոցում եւ բուժում է ստանում։ Եվ ցանկանում եմ ավելացնել, այն պատճառը, որ այս կասկածյալը հիմա կալանքի տակ է, հենց ազգային գվարդիայի զինծառայողների խիզախությունն ու պատրաստվածությունն է։ Նրանց շնորհիվ այսօր կանխվել է ավելի մեծ ողբերգություն։ Եթե չլիներ նրանց արագ արձագանքը եւ բարձր պատրաստվածությունը, մենք կարող ենք ունենալ նոր վիրավորներ կամ անգամ զոհեր։ Մենք պետք է ընդգծենք, որ ազգային գվարդիայի իրավապահների, պաշտպանության նախարարության եւ դաշնային կառույցների գործողությունները կատարվել են բարձր ճշգրտությամբ, ինչը թույլ է տվել կանխել հետագա հրաձգությունը։ Այս գվարդիականները հերոսներ են, պետք է աղոթենք նրանց անվտանգության եւ արագ ապաքինման համար։ Եվ ինչպես նշել է ոստիկանապետը, հետաքննությունն այժմ իր սկզբնական փուլում է։ Մենք ուսումնասիրենք յուրաքանչյուր ապացույց, յուրաքանչյուր հետքի ուղղություն։ Սա Միացյալ Նահանգների կառավարության ուժի դրսևորումն է, պետական, տեղական եւ դաշնային մակարդակներում։ Ահա թե ինչու է այս ամբողջ գերատեսչական խումբը կանգնած մեր հետևում, վստահեցնելու համար Ամերիկային եւ աշխարհին, որ Վաշինգտոնը կմնա անվտանգ։ Մենք շնորհակալ ենք ոստիկանության, ազգային գվարդիային, դաշնային գործակալներին, Արդարադատության նախարարությանը եւ գլխավոր դատախազին, ովքեր պատրաստ են այս գործը հասցնել դատական պատասխանատվության, ամերիկացիների անվտանգությունն ապահովելու համար։ Եվ ինչպես ճիշտ նշել է նախագահ Թրամփը, այս սահմռկեցուցիչ հանցագործությունը լիովին կքննվի եւ նա շնորհակալություն է հայտնել ինչպես ազգային գվարդիայի, այնպես էլ իրավապահ մարմինների տղամարդկանց եւ կանանց իրենց ծառայության համար։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր այցելել էր Քենթակի Ֆորտ Քեմբել, որ օրը տոնական երանգ ունենար, որովհետև նախկին ծովային հետևակային Վենսը գնացել էր գոհաբանության տոնի առիթով շնորհավորելու, բայց ստիպված է եղել ելույթի սկզբում անդրադառնալ այս ծանր դեպքին։ Ահա նրա խոսքը ամբողջությամբ։ I want to say first, before we get started, on a somber note, we had... Նախքան սկսելու ուզում եմ մի բան ասել ավելի մռայլ նոտայով։ Մենք եւ որոշներդ գուցե արդեն տեսել եք հեռախոսներում կամ սոցիալական ցանցերում տեղեկություններ ունենք, որ Սպիտակ տան հարևանության բառացիորեն մի քանի ժամ առաջ հրազենային միջադեպ է տեղի ունեցել, եւ մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում։ Մենք դեռ չգիտենք շարժառիթը, շատ բաներ կան, որոնք դեռ պարզված չեն, բայց այն, ինչ արդեն գիտենք, հետեւյալն է. ազգային գվարդիայի երկու զինծառայողներ վնասվածքներ են ստացել ծառայողական պարտականությունները կատարելիս, եւ առաջին հերթին ուզում եմ, որ այս դալիճում գտնվող ամեն հավատացյալ մարդ աղոթ քղի այդ երկու գվարդիականների համար, հույսով, որ նրանք գոհաբանության օրն իրենց ընտանիքների հետ են անցկացնելու եւ ոչ թե կորցնելու են կյանքը, քանի որ հասկանում եմ, որ նրանք դեռ շատ ծանր վիճակում են, բայց կարծում եմ սա սթափեցնող հիշեցում է, որ զինվորները, լինի գործող ծառայության պահեստազորի կամ ազգային գվարդիայի անդամ, հանդիսանում են Միացյալ Նահանգների սուրը եւ վահանը։ Եվ որպես մարդ, որը ամեն օր աշխատում է այդ շենքում ու գիտի, որ այնտեղ շատերն են կրում ԱՄՆ բանակի համազգեստը, թույլ տվեք շատ անձնական խոսքով ասել։ Շնորհակալություն այս ամենի համար, ինչ դուք անում եք։ Մենք երախտապարտ ենք ձեզ եւ աղոթում ենք, որ դուք անվտանգ լինեք ու տոնական օրն անցկացնեք ձեր ընտանիքների հետ։ Աստված ձեզ պահապան։ Պատերազմի քարտուղար կամ պաշտպանության նախարար Փեթ Հեքսեդը նույնպես խոսել է այս թեմայով։ Ներկայացնում եմ նաեւ Պենտագոնի ղեկավարի ամբողջական խոսքը։ Ես եւ իմ թիմը տեղեկացվել ենք, որ Վաշինգտոնում երկու ազգային գվարդիականների վրա կրակ է բացվել եւ նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Կրակողը կատարեց վախկոտ եւ ստոր հանցագործություն, թիրախավորելով Ամերիկայի լավագույններին, հերոսներին, ովքեր եկել էին ծառայելու Վաշինգտոնում մարդկանց, որոնց չեն ճանաչում եւ երբեք չեն հանդիպել, միայն այն պատճառով, որ սիրում են իրենց երկիրը, մայրաքաղաքը եւ համայնքը։ Նրանք պատրաստ էին անել վտանգավոր աշխատանք, որը շատերը չէին ցանկանա անել, քանի որ սիրում են իրենց համերկրացիներին։ Եվ ինչ որ մեկը
որոշեց այդ սիրո եւ ծառայության փոխարեն թիրախ դարձնել ազգային գվարդիային։ Սա միայն կկոփի մեր վճռականությունը։ Մենք երբեք չենք նահանջի։ Մենք կապահովենք մայրաքաղաքի անվտանգությունը։ Մենք կապահովենք մեր քաղաքների անվտանգությունը։ Այս ամենը տեղի ունեցավ բառացիորեն մի քանի քայլ հեռու Սպիտակ տանից, եւ մենք չենք պատրաստվում դա անտեսել։ Ահա թե ինչու նախագահ Թրամփը հանձնարարել է ինձ, եւ ես էլ իմ հերթին կդիմեմ բանակի քարտուղարին Վաշինգտոն ուղարկելու եւս 500 ազգային գվարդիական։ Սա միայն կուժեղացնի մեր հանձնառությունը դարձնելու Վաշինգտոնը անվտանգ եւ գեղեցիկ։ Հանցավորության անկումը պատմական է։ Անվտանգության բարձրացումը նույնպես պատմական, բայց եթե հանցագործները համարձակվում են բռնություն գործադրել մեր երկրի լավագույնների դեմ, մենք երբեք չենք նահանջի։ Նախագահ Թրամփը երբեք չի նահանջի։ Հենց դրա համար էլ նրան ընտրել է ամերիկյան ժողովուրդը։ Ամերիկան եւ մեր զինվորները, մեր ազգային գվարդիականները ուժեղ են։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, արագ ստանում ենք տեղեկատվություն։ Խնդրում եմ աղոթել մեր ազգային գվարդիականների համար, ներառել նրանց ընտանիքները մեր աղոթներում։ Խոնարհումս որպես պաշտպանության նախարարություն, որպես ազգ։ Մենք երբեք չենք նահանջի։ Այսքանն է առանձնացրել լուրերի համար, եթե իրադարձությունները այլ զարգացում ունենան, կլինենք ուղիղ եթերում, եթե ոչ, ապա կհանդիպենք վաղը ավելի մանրամասն տեղեկություններ հրապարակելու համար։ Ես Հարություն Մինասյանն եմ, խաղաղություն ամենեցում։